Անկեղծ իր գրչի և ժողովրդի հետ բառի գինն իմացող խոսքի վարպետը Համո Սահյանը չէր սխալվում, երբ գրում էր «Ինձ կհիշեմ» բանաստեղծությունը։ Բնության և հայրենի եզերքի հետ ներդաշնակ ապրող գրողին այսօր հիշում են իր ստեղծած պոեզիայով, որի գրական ժառանգությունը մի ամբողջ հարստություն է։ 20-րդ դարի մեծագույն բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան օրն էր։ 1914 թվականի ապրիլի 14-ին է ծնվել Սահյանը Սիսիանի շրջանի Լոր գյուղում։ Այսօր մենք զրուցելու ենք նրա որդու Նաիրի Սահյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սահյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես շնորհակալ եմ, որ հրավիրեցիք, շնորհակալ եմ, որ գնահատում եք Սահյանի պոեզիան, որովհետև վերջին հաշվով ստեղծագործել է ժողովրդի համար, ազգի համար, եւ երբ որ ընդունում են, շատ հաճելի, այսինքն հասավ իր նպատակին այդ ամեն ինչ։ Պարոն Սահյան, արդյոք մենք այսօր բավարար ուշադրություն ենք դարձնում մեզ թողնված գրական ժառանգությանը, որոնք են այն գործերը, որ կցանկանայիք ներկա սերունդը անպայման ընթերցեր։ Գիտեք ինչ է կատարվում աշխարհում։ Քաղաքակրթությունը իր հետ շատ լավ բաներ բերեց, բայց միևնույն ժամանակ շատ վատ հետևանքներ ունի։ Մարդը որպես կենդանի, որը ստեղծված է Աստծո կողմից, մարդուն տրված է ամեն ինչ բնության մեջ, բայց հիմա ինքը իր վրա վերցրեց մի դերակատարություն, իբրև ինքն է իր համար ստեղծում։ Եվ տեսեք մեր հրաշալի վարդագույն Երևանը այսօր ես չեմ ճանաչում։ Նա տհաճ քաղաք է, այդ բարձրահարկերը, գորշ գույնը եւ այլն եւ այլն, նույնը կատարվում է հոգեվոր աշխարհում։ Միամիտ մարդիկ սրտով էին մտածում, սրտով էին մոտենում ամեն ինչին, հիմա հատուկ տեխնոլոգիաներ կան, մտածել ու խաբելու, այդ ամեն ինչը անդրադառնում է հասարակ նորմալ մարդու վրա եւ փրկության կղզիները այդ ամեն ինչի մեջ, այդ զարգացման վազքի մեջ, որը տանում է շատ վատ տեղ, փրկության կղզիները դա արվեստն է, բարձր արվեստի մասին է խոսքը, որը անկասկած նաև Սահյանի արվեստն է։ Գիտեք ինչ, ինչքան որ հասցնենք, դա համարեք, որ ազգի համար է։ Գալիք սերունդներին պիտի հասցնենք այն ինչ որ մեր պապերը թողել են մեզ, ոչ թե այն ինչ որ քաղաքակրթությունը բերեց, այս պատերազմները իրարից խլելը, անտարբերությունը, հիասթափությունը, այդ չէ, այն սրտի թրթրանքը, այն երջանկության արդյունքները, սերը, այդ ամեն ինչը պիտի կարողանանք փոխանցենք գալիք սերունդներին եւ որը հրաշքով արեց Սահյանի պոեզիան։ Պարոն Սահյան, երբ մտածում եք Սահյանի մասին, ձեր հոր մասին, կարոտում եք, ինչ եք ասում ձեր մտքում նրան։ Գիտեք ինչ, զգացմունքները խառն են, դրանց մասին ընդհանրապես հոգևորի մասին խոսելը շատ դժվար է։ Ոնց որ ցանկացած զավակ իր հորը, իր մորը ոնց է կարոտում։ Այդ կորուստի ցավը սարսափելի է, բայց երբ որ դրան էլ գումարվում է այս մեծությունը, դա մեծ պարտականություն է, որ դու պիտի արժանի լինես այդ մարդու անվանը արած թողածին ինչ ձևով գոնե կարողանաս մի բիծ, մի փոշի չթողնես այդ անվան վրա, եթե չկարողանաս ավելացնես, պիտի գոնե չթողնես, որ մի բանով խանգարես փոշի։ Պարոն Սահյան, կարող եք հիշել ձեր վերջին զրույցը ձեր հոր հետ։ Ինչը։ Ձեր վերջին զրույցը ձեր հոր հետ։ Վերջինը հիվանդանոցում էր, արդեն մահանալու վրա էր, եղբայրս Միացյալ Նահանգներում էր, զանգահարել է, ասացի պապան ծանր վիճակում է, եկավ ու արդեն հայրս շատ ծանր վիճակում, եղբայրս մտավ,
խառնվեց իրար հայրս, ասեց հոգուս վրա հասար, Արան ասեց այդպիսի բան չկա, հոգին անմա հապապ դու գիտես, գլխով արեց ժպտաց, նայեց ինձ, ասեց ճիշտ է ասում, ասի կտեսնես, մի ժամ-ժամուկես հետո գնաց, բայց հրաշք էր այդ պահերը ես չեմ ուզում պատմեմ, մասսայականացնեմ, դա մեզ էր տրված, գնաց այնպես, ոնց որ մի քանի գրքում եմ կարդացել, որ այդ գնալու ձև կա, որտեղ լույսի չափ սենյակի մեջ։ Սահյանը ում համար էր առաջինը կարդում բանաստեղծությունները։ Վերջի ժամանակներում Գուրգեն Մահարու, որովհետև շատ էր հարգում, շատ էր սիրում այդ մարդուն, Մահարին երբ որ վերադարձավ Կալանավայրից, եւ նայած այն ինչ որ կատարվում է Հայաստանում, շատ շատերին բամփեց, դրեց իրենց տեղը, ասեց անհարմար է մի գրեք, թշնամացանական հետևից տունն էին ուզում վառեն եւ այլն։ Հայրս ինձ քանի անգամ ուղարկեց, օգնեցի, փրկեցի, շատ էր հարգում Մահարուն, հարգում էր որպես մարդ, հարգում էր որպես գրող, որովհետև ստեղծագործությունների մեջ շատ օբյեկտիվ իրականությունը ցույց է տալիս այդ մարդը, կյանքի են դաժանությունը եւ այլն, Մահարուն էր կարդում։ Պարոն Սահյան, հիշում եք այն պահը, երբ առաջին անգամ դուք նշեցիք, որ շատ դժվար է լինել հայտնի բանաստեղծի որդի ու դա մեծ պատգամ է, հիշում եք առաջին անգամ այն պահը, երբ իմացաք, որ ձեր հայրը հանրահայտ բանաստեղծ է, ինչ զգացիք այդ պահին, ինչ պատասխանատվություն վերցրեցիք ձեր վրա։ Գիտեք ինչ է, սա առաջի հերթին, ով ուզում է լինի առաջին հերթին ինքը հայրդ է, քո ծնողն է։ Հետո, որից հետո անկասկած մեծ հարգանք, որ դա այդ մարդն է, բայց միշտ առաջի հերթին հայրդ է, որովհետև վերջը ծնողից քաղցր, ծնողից բարձր մարդու կյանքում ինչ կա, ծնողներն են հայրենիքը։ Դուք մի անգամ ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ ձեր տանը միակ ստեղծագործողը ձեր հայրը չէր, ձեր մայրը նույնպես ստեղծագործում էր, ինչ ստեղծագործություններ էր գրում ու ինչպես էր այդ ամենը վերլուծում ձեր հայրը։ Ինչ էր անում։ Վերլուծում, ինչպես էր արձագանքում ձեր մոր ստեղծագործություններին։ Գիտեք ինչ, հոգևորը վերլուծություն, մեկնաբանություն չի սիրում, դա անշնորհակալ գործ է, ինձ համար հոգևորը, դա երբ որ հուզմունքի շրթունքները թրթռում են, սիրտդ գցում է եւ աչքերի մեջ արցունքներ կան։ Սա է, որովհետեւ խոսել հոգևորի մասին, հիմա գիտեք ինչն է ինձ զարմացնում, այս տարիքում արդեն տարիքս առած մարդ եմ, կան իրավաբաններ, կենսաբաններ եւ այլն, բայց երբ որ ասում են աստվածաբան, ես ոչ թե միայն զարմանում եմ, ես ամբոստանում եմ, ինչպես կարելի է աստվածաբան, վերջը այդ ով է տեսել, ով կարող է չափի այդ ամեն ինչի այդ հրաշքը, հոգևորի մասին պետք է շատ զգույշ խոսել, շատ, ուղղակի կիսվես այն ինչ որ քո մեջ կատարվում է, բայց մեկնաբանել, բայց չի կարելի, երբեք, կարող ես ասել Սահյանի պոեզիան ինչ շատ է դուր գալիս, սա հասկանում եմ, բայց ոնց է դուր գալիս, ինքս ասեց, այս ինչ բանի համար ման, երբ որ գալիս է ինտելեկտուալ մակարդակի, դա անկասկած խանգարում է, անկասկած, չի կարելի այդ մոտեցումը հոգևորին, չի կարելի նույնը եկեղեցում, որ գնում ես, մնում ես ինքդ, մենակ Աստծո հետ, ասում ես այն ինչ որ քեզ ուզում է, խնդրում ես այն ինչ որ ուզում է, բայց չես կարող դուրս գաս, հետո եթերում պատմես ես գնացի, ասեցի, որովհետև չի կարել։
Ուզում եմ մի բանաստեղծություն կարդալ Սահյանից ու շարունակենք մեր զրույցը։ Ամեն առավոտ հուշերս նորից ինձ տանում են այն զմրուխտե հեռուն։ Ուրի մանկության ոտնատեղերից անձրևաջուր է խմում եղջերուն։ Եվ այն տնակն են տանում ինձ դարձյալ, որոտանի մոտ բարդու շվաքում, որտեղ հանգչում է մի համեստ անցյալ և մի փառավոր գալիք է ծաղկում։ Պարոն Սահյան, այստեղ խոսվում է մանկության վայրերի, բնության, տնակի, անցյալի և սպասվող գալիքի մասին։ Դա շատ նման է արցախցիների ապրումներին, ովքեր այսօր կորցրել են իրենց տները, բայց շարունակում են այն տանել իրենց հետ հիշողություններում ու սրտում։ Եթե Սահյանը այսօր ապրեր, նրանց կարոտն ու ցավը տեսներ, ինչ կասեր, որպեսզի կարողանար սփոփել տունը կորցրած մարդկանց սրտերը։ Եվ ընդհանրապես հիմա ես որ ասեմ, ձեր ստուդիա կփակեն վաղը։ Դրա համար թույլ տվեք չասեմ, ինչ կասեր եւ ում կասեր։ Ընդհանրապես Համո Սահյանը ապրելով, եթե ապրեր այսօր, ինչ թեմաների կանդրադառնար իր ստեղծագործություններում, ըստ ձեզ։ Գիտեք ինչ, մենք մի քիչ առաջ խոսում ենք քաղաքակրթությունից, ինքս սարսափում էր այդ ամեն ինչից։ Հիմա որ նայեր այդ զարգացման աստիճանը ուր է տանում, հնդիկ փիլիսոփաներից ամենախոշորը 20-րդ դարի մի անգամ արտահայտվել է այսպես, ես շատ եմ սիրում մարդկանց, բայց մարդկանց երկու կատեգորիա կա, ում որ ատում եմ, դա գիտնականներն են ու քաղաքական գործիչները, որոնք այս մոլորակը տանում են իր սարսափելի ավարտին։ Եվ ես անկասկած համամիտ եմ այդ մարդու հետ, որովհետև այն ինչ որ մեր աչքով տեսնում ենք հիմա, դա սարսափելի է, առավել երես հայրս էր տեսնում։ Այդ ամեն ինչ ապական պիտի տեսնի այս մակարդակի մարդը եւ սարսափում էր, որովհետեւ մարդը որպես այդպիսին տասնապատիկ փոխվել է։ Հայրս որ գրում է իր պապի մասին մի հատ բանաստեղծություն ունի, աշխատավոր գլուխը կախմի մարդ, որ առավոտ շուտ գնում է դաշտի գործանում է, հետո վերադառնում է հոգնած, քրտնած, վերջը բայց ընտանիքը ոնց է պաշտում, հարգում այդ մարդուն, որտեղ կերակրողն է, խորհուրդ տվողն է, կյանքի ճանապարհը ցույց տվողն է, հասարակ աշխատավոր մարդ։ Հիմա այդ մարդիկ հարգի չեն։ Հիմա հարգի են այն տեսակի մարդիկ, ում որ ես համարում եմ, անձամբ ես։ Զոզվել են։ Եվ այդ նույնը ինքը զգում էր, ցավ էր զգում, շատ ժամանակ չէր կիսվում, բայց ասելուց ասում էր ուղիղ ճակատներին, ում որ պետք է, ինչ որ պետք է։ Եվ վերջին հաշվով ստեղծագործությունները հենց դրա մասին են, սա ում համար է։ Այդ հասարակ մաքուր աշխատավոր մարդու հայ ազգի այդ մարդկանց համար է այս ամեն ինչը, ոչ թե Ձեր հայրիկը իր նախր ես ինչպես վեր կենամ գնամ բանաստեղծության մասին մի առիթով ասել էր, որ այնտեղ միայն հայրենիքի լավ կողմերը չեն նշված, նաև նշված են, գրված է, որ սեփական հոգին, սեփական մոխրում խորովել չկա ու սա հային է բնորոշ, որ միայն հայը կարող է սեփական մոխրի մեջ հոգին խորովել։ Ըստ ձեզ արդյոք ներկայիս սերունդը նույն խորությամբ է զգում այդ կապը հայրենիքի հետ։ Ինչպես է ձեր հայրիկի սերունդը։ Գիտեք, նայած ում մոտ ինչպես է արտահայտվում, այս մեծության մարդը տեսնում էր այն, ինչ որ ես չեմ կարող տեսնել, տրված է բնությունից, Աստծո կողմից եւ զգում է այն, ինչ որ մեզ համար շատ դժվար է, անհասանելի է, բայց որ այդ կետից մոտենանք հիմա շատ դժվար է այն իմաստով, որ ինտելեկտ են հնարում հիմա, ում համար և ինչի համար, գիտեք,
ուրա տանում այս ամեն ինչը վերջին հաշվով, ինչա ձեր ուզածը, մարդու ուզածը ինչն է։ Օրինակ նորմալ ճիշտ ընտանիքում ծնված դաստիարակված մարդու համար կարողանա զբաղվի իր սիրած գործով, որը օգուտ կբերի ազգին, հայրենիքին, այդ գործն էլ իրան այն դա ինչ որ պետք է երեխաների պահելու համար վերջը, այս ընդամենը, եթե կարողանաս դա անես արդեն երջանիկ ես, սրանք ընկած մի հատ անեկդոտի նման բան կա, մեկը ամանա դրած մեջը մի հատ մարդ, ուրեմն մեջը լցնում է, թող ինձ ներեն մեծ լսողները դուք նույնպես, մեջը ոչխարի կղկաղանք է լցնում, հետո ուխտի թուք, փղի մեզ, խտացրած կաց, շպրոտ ու խառնում է։ Ասում են այն մարդ ինչ ես անում, ասում է տեսնեք ինչ դուրս կգա, դա գիտնականներն են, ձեր ուզածները ինչ է, հիմա մտել են մարդու գենետիկ աշխարհը, այսինքն մտել են, ուզում են մտնեն Աստծու իրավասության սահմանները, ինչա ձեր ուզածը, դուք ով եք, դուք էլեմենտար հասարակ, կենթանի եք, որը կոչվում է մարդ, ապրեք ձեր կյանքով էլ, ինչ եք փորփորում, ինչ եք պղծում ամեն ինչը։ Անելիքը տարա է, դուք գալիս եք առավոտյան, ձեր սիրար գործնա, ձեր գործանում եք, հանգիստ գնում եք տուն։ Այդ մարդիկ չեն կարողանում, պիտի փորեն, քանդեն, պղծեն, թքեն, խառնեն, դրա համար հասարակ մարդու պայքարը հիմնվելով այս գրքերը, որոնք նվիրում եմ հիմա ձեզ Սահյանին։ Շնորհակալ եմ։ Հիմնվելով Այվազովսկու նկարների վրա, հիմնվելով Վիկտոր Համբարձումյանի նման մարդու ժառանգության, Հերունի ժառանգության վրա այն հայերի, որոնք մեր ազգին մեծ հարստություն են թողել, պիտի կարողանանք այդ մարդկանց դնենք իրենց տեղը, հասկանում եք, գնա աշխատի, ապրի, ինչա ուզած, վերջը ինչքան եք ապրում, միջինը թող լինի 70-80 տարի, մաքուր հանգիստ ապրենք, գնանք այս աշխարհից, ինչ ենք ուզում։ Շնորհակալ եմ, պարոն Սահյան, շատ հաճելի էր ձեզ հետ զրուցելը։ Ուզում եմ իմանալ, կարող է ցանկություն ունենաք ինչ որ ձեր հայրիկի երթողով ավարտել եզրափակել։ Գնամ հետքերով։ Չէ, ինչ որ մի երկտողով եզրափակեք։ Ինչ անեմ, աչքերս փակեմ, անրջեմ ու բանամ նորից, հուշերս հավաքեմ մեկ-մեկ ու մտքով մանկանամ նորից, կորստի սարսափը հերքեմ, հույսերից շիկանամ նորից, հավատամ մարդուն, աշխարհին, մոլորված չմնամ նորից, ճամփա է, նստեմ այս քարին, շունչ քաշեմ ու գնամ նորից։ Շնորհակալ եմ։ Հիշեցնեմ, որ զրուցում էի Համո Սահյանի որդու Նաիրի Սահյանի հետ։